Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը։ Բարև ձեզ, Էդգար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Էդգարը շուտ ժամանակով բացակայում էր երկրից, շնորհակալ եմ, որ վերադառնալուց հետո եկավ եթերի։ Եվ այսպես, ազգակործան պատուհասը ինչ որ հայտարարություններ է արել, հիմա այդպես շատ ակտիվ սկսել է շփվել լրատվամիջոցների հետ, բայց ասեմ, որ շատ ակտիվ չի շփվում ժողովրդի հետ։ Իմիջիայլոց վաղ շաբաթում որ ընտրություններ էին ընթանում, այդպիսի ինֆորմացիա կար, բայց եթե հետևենք էլ դրան, հաստատվում էր, որ իրականում այդ անձի անունը հնարավորինս փորձում էին չկապել ԿՊ-ի հետ, իրենց տեխնացուի ինչ էր Արգիշտի Մեխակյանը եւ Նիկոլը դուք տեսաք, որ այդ ամբողջ ընթացքում չգնաց այնտեղ, վաղ շաբաթում չի եղել, այդ քարոզարշավին չի մասնակցել, վերջին հանրահավաքին չի եղել, իհարկե ողջ հանրապետությունից տարբեր տեղերից բոլոր ուժերը մոբիլիզացրել էին եւ տեսակ թե ինչ խղճուկ եւ ծիծաղելի վիճակ էր։ Ինչևէ, մենք արդեն մի քանի օր է ամփոփում ենք, պարզ էր, որ իրենք էլ էին հարցումներ անցկացրել եւ այդ հարցումներից բարձ էր դարձել, որ իրենք Էջմիածին քաղաքում տապալվելու էին։ Իրենք գնացին խորամանկ քայլի, վերցրեցին ավելի մեծ խոյ համայնք եւ այլն միացրեցին այդ ամեն ինչը։ Դե գիտեք, գյուղերում իրենց համար ավելի հեշտ է աշխատել, որովհետեւ ավելի բաց է, ճանաչում են իրանց եւ ասում են, որ սարսափել շատ վախի մթնոլորտ է եղել այս ընտրությունների եւ քարոզարշավի ընթացքում։ Բացի այդ, երեք օրինակ ինձ ինֆորմացիա են փոխանցում, որ ընտրություններից հետո, օրինակ քրեա օլիգարխիկ այդ բոմժերը, ես միշտ այդ ժողովրդի մեջ գողականներ են, չէ, իրենց ասում, այս քրեա օլիգարխիկ այդ տարերին, այստեղից է մեկ-մեկ Դավիթը գալիս է, անկապ ասում է դրանք իսի միշտ տղերք են, ինչ են, չէ, դրանք բոլորը բոմժեր են, միշտ այդ բոմժերը ծառայում են տվյալ իշխանությանը, միշտ։ Այդ սուտ բաներ է, էլի, որ այդ բոմժերը իբր թե ես տենց բոմժերի գիտեմ, օրինակ ընտրությունների ժամանակ, այն ժամանակ բան աշխատում էի Սամվել Ալեքսանյանի համար, չգիտեմ ինչքան, բայց ենթադրում եմ ինչ որ բաներ էր մեծ պարկերով տալիս, դե parza ինչ էր տալիս, սրանք է բաժանում էին իր համար էին աշխատում։ Հետո այս բոմժը կամ էլ մյուսի համար, էլ մյուսի, հետո այս բոմժերն եկան այս բաները, ինչա, թրքահպատակները նույն կերպ իրենց համար են աշխատում։ Հետո բայց մեծ խոսում են մեզ վիրավորողներին, մեզ չէ, ձեզ ստորացնելու են, դուք բանը աղբն եք, աղբ այն կեղտն եք ցանկացած հասարակության եւ ձեզանից լավ բան սպասել պետք չի, բացի բան եք, կեղտոտ այլանդակ գործիքն եք, էլ ինչ եմ sense բանով խոսում, որտեղ ուրեմն ընտրություններն արդեն ավարտվել է, բարձվում է այս տականքներից ոմանք, զանգում են, մի հատ էլ դե իրենց հետա, չէ, մենակ իբր թե մի հատ ուզում են ճշտել, մենք այսպիսի ինֆորմացիա ունենք, դուք ԿՊ-ին ձայն չեք տվել կամ չգիտեմ ում եք ձայ, այդ բոլորը նրանք աշխատել են հիմա այս տականքների համար, էլի։ Սա իգիտություն այն տահասների համար, ովքեր երբեմն հիացական ինչ-որ բաներ են ասում, քրեա օլիգարխիկ այդ տարի, նորից եմ ասում, ձեր խոսքով ասած գողականների այդ աղբի մասին, այդ աղբը միշտ ծառայելու է աղբին եւ մնալու է այդպես, ինքը իր տեղը ճիշտ այնց բան միշտ ունի, մնալու է, քանի դեռ նորմալ հասարակություն չենք ունեցել, չենք ձևավորել, բայց ելի նորմալ մեջ, չէ, իրենք մի քիչ ավելի ուրիշ տեղ են ունենում երևի նորմալ հասարակության իրականության մեջ։ Ինչևէ, այս ընտրությունները ավարտվեցին եւ ինչ են արձանագրում։ Ուրեմն վաղաշաբթի ընտրություններում ընդամենը ընդդիմությանը պակասում էր 700 ձայն, որպեսզի ընդդիմությունը հաղթեր։ Բայց եղան ուժեր, ընդդիմադիր ուժեր, որոնք առանձին այսպես գնացին, չգիտեմ 500 ձայն, 400 ձայն, 700 ձայն, չգիտեմ ինչքան եւ մոտավորապես 2000-ից ավել ձայներ ուղղակի փոշիացրեցին։ Եթե այս մարտիկ աջակցեին, միավորվեին այդ անցողիկ ուժերին, հիմա պետք է ասենք թե ինչ պիտի լինի, բա դրա համար գոյություն ունի, հարցումներ գոյություն ունի, մարդիկ հասկանում են, կարող են անցողիկը։ Չէ, դե պարզ է, բայց իրանք ասում են, չէ, մենք էսքան ունենք, պարզ է, որ մեր երկրում հատկապես մի մարդ կա, որ ասում է, շաբաթը մեկ հարցում եմ անցկացնում, են բոլոր տվյալներ ունեմ։ Եթե չգիտեք, ես շատ հայտնի հասցե այդ հասցեն կարող եմ տալ, որովհետև սիրում եմ մեր այդ նախկին առաջնորդներից մեկը շատ հարցումներ անցկացնել եւ տիրապետում է, կարող էին գնալ հարցնել, ինքը հանգիստ իրեն կասել, որ դու սիրելիս ունես 400 ձայն կամ ունես 200 ձայն կամ 700 ձայն, մի
բանալ էլի ջուրը չտեսած ոտքերդ մի բոբիկացի ու մտի ջրի մեջ հիմա այնպես որ այս մարդիկ շատ բան սխալ բան տեղի ունեցավ եւ արդյունքում Նիկոլենք արձանագրեցին այս թվերը։ Իհարկե դրա մասին խոսել ենք, բայց կարծում եմ արժե հիմա նորից խոսել։ Խնդրեմ։ Նախ խոսենք այո նրանից, որ ընտրությունները մանիպուլացված էին եւ արդար չէին, սկսած այն պահից, երբ որ այո, ընտրա տարածքը, այդ այս թեմա ճիշտ բառը, արհեստականորեն մեծացվեց։ Եվ կցվեց ձեր նշած Խոյ համայնքը։ Ընտրատարածքներ կարան փոփոխվեն, բայց լինում է այդպես բաներ, պատահում է աշխարհում։ Ընտրատարածքներ կարան փոփոխվեն, բայց մի քանի բան կա, մի քանի պայման կա, որ պետքա բավարարի այդ գործընթացը, որ ասենք, որ դե հիմա օբյեկտիվ կարիք կար փոխվեց։ Նախ պետքա դա չլինի ընտրությունների նախաշեմին։ Այսինքն այդ համայնքում սպասում են ընտրություններ ու դրա նախաշեմին փոխվում է ընտրատարածքը ձեռը կառնում։ Երկրորդ պետքա դրա կարիքը լինի։ Այսինքն օրինակ ինչ որ միտեղ բնակչությունը պիտի պակասած լինի, ասեն որ լավ, ասենք այստեղ արդեն ներկայացուցչական չի բնակչության այս քանակը, իրանց կարիքները, բանը, ինչ որ առանձին համայնք լինի, եկեք խոշորացնենք, կոպիտ ասած, որպես ընտրատարածք գցենք ուրիշի։ Կամ հակառակը, պետքա արդեն այնքան մեծացած լինի, որ ասեն ժողովուրդ համայնքապետ ենք ընտրում, բայց ոնց որ արդեն համայնքապետ չի, համարյա մարզպետ է դառնում։ Եկեք օրինակ էսի կիսենք առանձին, այս համայնք, առանձին այն համայնք։ Այստեղ ոչ են եղել, Խոյի բնակչությունը ոնց կար տենց է մնացել է, եւ այդ ընտրատարածքների փոփոխությունը ինչ որ համապետական մասշտաբով չի եղել, որ ասեն դե ընդհանուր երկրում փոխվեց, այստեղ է փոխվեց։ Սա ինձ հիշեցնում է, գիտեք, իմ սուրբ պարտքն է բերել օրինակներ Օսմանյան լծից, սա ինձ հիշեցնում է Օսմանյան կայսրությունը, Օսմանյան լծի տարիները, այն ժամանակ էլ այնպես էին այդ վիլայետների սահմանները գծում, որ հայերը ոչ միտեղ հանկարծ նույնիսկ հարաբերական մեծամասնություն չկազմեն։ Հա, մեկ է բռնում ես ինչ-որ մի մամուրետ ու լազիս, դլխ, եկավ կպավ, ասենք, հայաբնակ վիլայեթին, հայերը դե դառան ինչ-որ խղճուկ, չգիտեմ, 20% ասենք։ Դե ամեն ինչ արդար է հիմա, վիլայեթ հայ քեզ բան։ Նույնիսկ էլ այստեղ տեխնիկապես թվում է թե հա դե իմ ընտրատարածքա, բայց չէ։ Այսինքն անարդարությունը սկսվել է այս պահից ու դուք շատ ճիշտ ասեցիք ու քանակապես էլ այդ հաշված կա, եթե հանում ենք Խոյ 17, թե 16, թե 18 գյուղեր, եթե այդ գյուղերի արդյունքները հանում ենք, այն տակը մնացածով բանը իշխանությունները պարտվում են։ Այս միանգամից է պետք ֆիքսել, որ անարդարությունը սկսել է այդ պահից։ Հիմա 26 թվի անարդարությունները արդեն վաղուց են սկսել են ձերբակալություններ, քրեական գործեր, վաղ, այո, եկեղեցու դեմ հալածանք, կասկածներ, որ այդ սպանությունները նաև դրանով է համայնքապետի սպանություն գոյությունի համենայնպես ինչ որ շղթայի մեջ է դա։ Բայց ինձ ավելի այստեղ կարևոր է թվում ձեր ասացի այդ 700 ձայնը, նայ դե այդ բանին ուշադրություն չէի դարձրել, շնորհակալություն որ ասեցիք, այդ ավելի կարևոր թեմա է, որտեղ ինչի մասին է դա վկայում, որ նույնիսկ ի սկզբանե անարդար ընտրություններում ուժերի գերլարումով հնարավոր է հաջողության հասնել։ Այստեղ ես հատուկ վերապահումն է լավ շեշտադրում անեմ, որ ոչ Գյումրու ընտրությունների մասին վերաբերմունքը գիտեք, ես դեռ այն ժամանակ բառացի ասում էի, որ լիահույս եմ, որ սա հանկարծ էյֆորիայի, անհարկի էյֆորիայի առիթ դարձավ, զգուշացնում էի, եւ նույնն էլ այստեղ օրինակ էլի եթե ընդդիմադիր տեխնացուն հաղթեր, միևնույնն է էլի նույն բանն էի ասելու, այսինքն հիմա այստեղ չենք ֆիքսում էլի դրա վրա, որ Գյումրի կամ Վաղարշապատ նշանակում է նաեւ 26, բայց ուրիշ բան է նշանակում, որ ուժերի գերլարումով հնարավոր է հաջողություն գոնե հասնել, պահել այդ առանձին հարցը։ Եթե կա միասնականությունը, այս չանցողիկ ընդդիմադիր ուժերը ես էլի լիահույս եմ, բայց մտավախությունս ավելի մեծ է, քան հույսս, որ նույն խնդրին բախվելու ենք արդեն հեսա մյուս տարի, բան չմնաց 44 օրից նոր տարի է, նոր տարի։ Մենք 44 օր հետո սկսելու ենք այդ խնդրին բախվել։ Բոլորը սկսելու են ասել, ընդդիմադիրի մասին եմ խոսում, բոլորը սկսելու են պնդել, որ մենք ձեզ ինչ ենք խանգարում, մենք մեր 4%-ի տերն ենք,
4%-ը կտանենք, այնտեղ հետո արդեն կմիավորվենք սաղս իրար, ինչ տարբերություն, եւ ամենակարևորը մենք իրարից չենք ցեն տանում, մենք Նիկոլի ընտրազանգվածից ենք տանելու։ Բայց իմիջիայլոց կարող են այդ 4 հիմնական առաջնորդներին էլ իրեն գնան եւ համոզեն, ասենք Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, այո, եւ ասենք Գագիկ Ծառուկյան։ Ես ասում եմ, որտեվ հարցումներով այս մարդիկ են։ Կարող են գնալ ասել, գիտեք, պարոն նախագահ, ասենք Ռոբերտ Քոչարյան, մենք առանձին կգնանք, բայց ո մենք ձեզ հետ ենք, հետո ընտրություններից հետո կգանք կմիավորվենք։ Էլի մի 3 ուժ կգտնվի, կասի Գագիկ Ծառուկյանին մեզ փող տվեք, մենք առանձին կգնանք, հետո կմիավորվենք։ Հետո տենց Սամվել Կարապետյանին կարող է մի 2-ը համոզել, մեկ էլ արդյունքում տեսնենք մի 30 ուժ գնաց ու լինի այս պատկերը, հետո որ ասես, բայց դուք ասենք խայտարակ ձայներ ունեք, ասես, չէ, մենք մասնակցել ենք վաղարշաբաթի ընտրություններում, հետևություն ենք արել եւ հիմա ավելի լավ ենք աշխատելու, այսքան ձայն, չէ, լավ կլինի, որ խելոք էլի գնանք ձեր աշխատանքը անել, բայց բոլորդ խելոք գնանք, միավորվեք եւ ասես թափով մեծ ուժերով գնան։ Հիմա դուք պատկերացնում եք ինչքան լավ կլինի, որ այս 4-ն էլ գոնե առնվազն 2 միավորվեն եւ տենց գնանք ընտրությունների։ Իսկ փոքրերն էլ կան, ոնց բացատրես, ասես, որ տեղ լինելու է, որ Հայաստանը մնաց, բոլորիդ համար տեղ լինելու է։ Բայց երբ որ վաղարշաբաթի ընտրություններում դուք գնում եք եւ այսպիսի արդյունք է լինում, պարտություն արձանագրվում, դրանից հետո ողջ ադրբեջանական մամուլը եւ ադրբեջանական իշխանությունը ակտիվանում է, ասում է արագացրեք, մնացած տարածքները հիմա պիտի վերցնենք, Տիգրանաշենը հիմա պիտի վերցնենք, Տավուշի Գեղարքունիքի տարածքները պիտի վերցնենք։ Այս որում ժամանակավոր, եթե նկատեցիք մինչև այս ընտրությունները, իհարկե կարելի է պնդել, որ համընկավ, կարելի է պնդել, որ չհամընկավ, հենց դրա օրինաչափություն կա, բայց ամենայն դեպս վստահ եմ նկատել եք քարոզություններ չէ տարվում, որ կրակոց չկա, ու այդ էլի ինձ հիշացրեց այդ վերելակային դարաշրջանը։ Եվ կարելի է ենթադրել, որ իրոք կար բանից հետո, Ամերիկայից օգոստոսից հետո կար այդպիսի պայմանավորվածություն, որ մի տարի ժամանակ տուր մի կրակի բան մի արած, հազատ տարածքներ բան մի ուզի, բայց մյուս կողմից եթե նայել տենում է, որ հա, բայց դու ոնց որ պրոբլեմ չունես, նա նրան ինչ ասում, նա ասում է, կարա պրոբլեմ ունենա, նայել կարա ասի, բայց ոնց որ չունես, հենա լավ էլ կրում ես։ Իմիջիայլոց կարող ես կամ ժամանակ երկարեց այդ բաները, ճնշումները, այդ մեծ ակտիվության չեղան, ի շնորհիվ Վարդան Ղուկասյանի Գյումրու ընտրությունները, որտեվ ինքը հաղթեց եւ սա էլ գնում երևի լացում, ասում են ինչ եք ուզում իջանից, ինը ժողովրդի ինչ չի ուզում, թողեք մի հատ պնդանամ ձերբակալեմ, կալանավորեմ, էս անեմ, անեմ, հետո դրանից հետո կգամ կտեսնենք ինչ ենք անում։ Հիմա Ալիևն ասելու է, դե հենա, եթե դու Սուրբ քաղաքում ես կարողանում հաղթել, բեր այդ տարածքները վերցնում եմ, հենց այնպես վերցնում եմ այդ տարածքները։ Այդպես է թե այդպես չի։ Եվ ոչ հայվաններ հիմա ասում են, մենք չենք գնացել եկեղեցին հանձնել, մենք գնացել ենք, որտեվ Արգիշտի Մեխակյանը բանա լավ տղա է, իբր էլի, կամ ՔՊ-ի հետ բան ենք, մեր հարցերն են։ Հիմա ես մի անգամ ձեր եթերից այդ ասել եմ, բայց սա կարիք է անընդհատ ասելու էլի, որովհետև դուք ճիշտ ասեցիք, Սամվել Կարապետյանին չէ, Սամվել Կարապետյանին չեմ կարծում, թե այդպես համոզեն, ինքը իրոք տենց իրա ձևով է առաջ տանում, տենց գան ասեն արի մեզ առանձին տենց որպես արբանյակ օգնի բան արա փող կախի մենք առանձին անցնենք, իրա դեպքում չէ, բայց մյուս խոշոր ուժերի դեպքում այս այդ վտանգը տենում եմ, իրոք այդ ավանդական արդեն դարձած, որ մենք, չգիտեմ, անտի-ռեյտինգ ունենք, բան թող առանձին լինի, ինչ տարբերություն 1000-ին գումարած 500 լինում է 1500 թող ինքը առանձին իր 500-ը տանի, մենք մեր 1000-ը ընդ կգումարվի իրար կդառնա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ արդեն 1 տարի այդպես այդ դրանց խելքը ուտում են, ասում են, որ տեսեք, մենք սենց առանձին կգնանք, այսքան ձայն կհավաքենք, կգանք։ Հասկանալ է մի քանի բաներ կա, մեկ ուզում են, այսպես ասած, ջրի 30 լինել, հետո ուզում են փող աշխատել, ազնիվ չեն որովհետև։ Ուզում են քաղաքական, չգիտեմ ինչ, եթե դուք քաղաքական իրական, մի падգամավոր, Գառնիկ Դանելյան, որ ինքը սենց նվիրված աշխատում է։ Չի տեսնում ժողովուրդը։ Ավելին ես ձեզ ասեմ։ Ես չգիտեմ, թույլ կտա ասեմ պարոն Դանելյանը թե չէ, այն ամենաձեր երազած առաջնորդն ասում է դու իմ թալիսմանն ես, որովհետև դու ժողովրդի հետ ես։ Ինքն իրանք են հասկանում եք։ Դուք մի հատ ազնիվ գնացեք, նվիրված աշխատեք։ Ես ձեզ վստահեցնում եմ, եւ առաջնորդները հետո ձեր տեղը կիմանան։
Եվ ժողովուրդը ձեր տեղը կիմանա։ Չէ, դե մարդիկ նախընտրում են շո քյասար ճանապարհներ։ Հա, այդպես գնան փող աշխատեն, գնան այդպես իրանց արևին ջրի երեսի վրա մնան, մի բան ժողովրդական խոսքով ասած պոկեր։ Մենակ փողն էլ չի, հիմա խաղը ուրիշ ձև էլ կարա գնա, ձեր ասած մանրները այսպես կան մտածեն, որ իրենց ժարգոնն է, իրենց մտածողությունն է, որ գին բարձրացնենք, չուզ լինի կիսաշանտաժ անենք, որ այդ տեսեք առանձին կգնամ, հետո եթե ասեն չէ արի առանձին մի գնա միավորվի, ես գոնե ցուցակում բարձր տեղ ապահովեմ։ Սա նայեք, մենք ստեղ միշտ նստում ենք տաղավարում խոսում ենք օկուպացիայից, թուրքացումից, ճիշտ ենք ասում։ Հիմա այս մեր խոսքի կոնտեքստում այս ասովկեքը բան շատ խղճուկ են երևում, բայց մեր դաշտը էս է, այսինքն ունենք այն ինչ որ ունենք։ Հա, բայց դու շատ խելոք բան էիր նկատել մեր անցած զրույցի ժամանակ, որ մեր դժբախտությունը ինչու՞ն է, որ մեր ընդդիմությունը, ընդդիմադիր լրատվամիջոցները չեն հասկանում, որ երկիրը գրաված է եւ պիտի ազատագրվեն։ Ասենք երկու հայվանի նայում ես, Թուրքի հետ նստած հարցազրույց ավարում, ոնց որ ասենք թուրքերն եկել են գրավել են երկիրը, դու քեզ մորթողին, քեզ գրավող մարդու հետ գնաս հարցազրույց անես, հետո էլ բանա ինչ որ լակ, չգիտեմ ինչ ասել դրանց, ինչ պետք է ասելն են, բայց եւ այլն, ընդ որում բանն է, այնպես չէ՞ լի մենակ իրենք են։ Իմ ասեք մի հատ դիմադիր բանում նայեք, տեսեք ինչ է, պատրաստ չեն կոմպրոմիսի գնալու կամ ինչ որ արդարացում գտնելու, մենք բանը Թուրքիա նորմալ է, դրանց բա իհարկե լրատվամիջոց ենք, մենք պիտի բոլորին ձայն տանք։ Թուրքերին էլ այն մորթելուց մի հատ հասկանանք, տեսնենք ինչի մորթեց, ամեն անգամ այդ օրինակը վերում են։ Իրանց դիրքորոշումն էլ հաշվի առնենք։ Չէ, որովհետև իսկ իրականում չեն հասկանում, որ ինչ վիճակի մեջ է։ Հա, չէ, դե։ Այս մանր ընդդիմադիր ուժերն էլ հետը։ Գանք մանրներին նորից, ակնկալել ինչ որ իրանց ազնվության վրա, չէ, Դանիելյան Գառնիկն է, այդ մարդը տենց է, հիմա այդ մարդիկ Դանիելյան Գառնիկ չեն դառնալու, ինչքան էդ են։ Այսինքն պետք է ակնկալել ինչ որ բարոյական բանի վրա խաղադրույքը կատարել մեր խաղադրույքը պետք է քաղաքական, իրանք քաղաքական գործիչ են, իրանց այդ քաղաքական գործիքակազմով այդ թվում սա էլ հիմա քաղաքական խոսք ենք մենք այստեղից հղում, բացատրելով, որ մի քիչ ամեն ինչ այդքան այդպես չի աշխատում։ Այդ 1500-ը դա տես ֆիքսված մաթեմատիկա չի, որ առանձին էլի կհավաքենք 500,000 կդառնա 1500, միասին, հələ մի հատ էլ համոզում են, որ միասին 1500 չենք հավաքելու։ Նախ այտենց սոցիոլոգիա ոչ մեկի ձեռի տակ չկա, ոչ մեկ չի կարա դա ապացուցի, այդ դարավ իդեպ ձեր հիշատակված զրույցում, որ 3-ով նստած այդ մարդիկ ինչ որ ջանջիգար անելով ասում էին 21-ին, որ Քոչյանը չմասնակցեր, մենք չենք կրի, թե ինչ-որ այդ ձեր հիշատակած Թուրքի լոզունգ էլի, ինչ է այդ արմ կոմեդիի գյադաների թուրքական լոզունգներով առաջնորդվող գյադաներ։ Ես մեկնաբանությունում գյադաներ, երկիր ազատագրած մարդու մասին ոնց են խոսում, իբրև թե նա օգնելա որ գյադաներ։ Դուք էլի տանում եք բարոյական դաշտ, որի հետ բարձր ես համաձայն եմ, բայց չէ, մարդկանց հետ պետք է իրանց լեզվով։ Հիմա այնտեղ ես կոմենտներում տեսա, որ գիտական աշխատանքների հղումներ էին անում, բանը Նոբելյան մրցանակակիրներին։ Չկա այտենց գիտական հետազոտություն, որը կապացուցի այդ պնդումը։ Կա այտենց պնդում քարոզչական, թուրքական, որ այ որ Քոչյանը չլինի եւ այլն։ Կա, այդ հայտնի է մեզ թուրքական քարոզչական թեզ, բայց գիտական պնդում չկա, ավելին ես հակառակը կարամ բերեմ, որ դրա համար նույնիսկ չնայած գիտություն էլ պետք չի, որ մարդիկ գնում են ուժի հետևից։ Ես միլիոն անգամ ձեր տաղավարից ասել եմ, որ օրը մարդիկ իմանան, որ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը համատեղ միտինգ են հրավիրում։ Շատ ավելի շատ մարդ է լինելու։ Դա լինելու ամենաբազմամարդ միտինգը 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Այդ որը մեր կուսն էլ բարձրանան ամբիոն։ Հա։ Այո, եթե այդպես լինի շատ ավելի ամենաբազմամարդ միտինգը, որտեղ մարդիկ գալիս են ուժի հետևից։ Ես իմ աչքով եմ տեսել եւ ոչ միայն ես Եվ դիմացիան շարժման ժամանակ, եւ սրբազան պայքարի ժամանակ առաջին օրերին կիսա նիկոլական, մաքուր նիկոլական, որ բան էին անում։ Անցնում էին այդ միտինգի տեղով, ներկա էին ստանում, էլի։ Ու անցնում էին, հատուկ նենց էին անցնում, որ ճանաչող մարդիկ տենան, բան, որ այդ ներկան ստանան, որ հարցնում էր, ես բա ինչ խաբարա, դե ասում անցնում էի ստեղով։ Բայց եթե հանկարծ անիվը մի քիչ ուրիշ ձև պատտվեր է շարժումներ աղթանակի հասնեն, իրանք ասեն, ապա դե գամված էինք առաջի օրվանից։ Տեխնիկապես ճիշտ կասեին, առաջի օրվանից ընդեղ են եղել։ Խի, որովհետև ուժ էին տենում, ասում են մի րոպե, հա, ես հոգով սրտով ասենք ընդեղ եմ, բայց հոգուս հերն է անիծած, սրտիս հերն է անիծած, էլի, եթե հանկարծ ուժը էս կողմ թեքվի, պետքա ստեղ լինել։ Մարդիկ գնում են ուժի հետևից, ու այդ անտի ռեյտինգը էլ որ ասում եք, նայեք, էլի, նույնիսկ այդ անտի ռեյտինգը
ասենք նախկին նախագահների օրինակ, ինքը էլի ուժի մասին է։ Հիշում եք մի տարի կարծեմ 22 թիվներ, մի հատ դաժե ես մի քիչ անհարմար եմ զգում, որ այդ բանը հիմա հիմարաբանությունը պիտի կրկնեմ, բայց Սուրբ Հարության տոնն էր մոտենում, Զատիկը ավելի պարզ ասած, Գառնանը, ու մի հատ հիմարագույն թեզ էին դաշտ գցել, որ ձվերը թանկացել են, որովհետև Քոչյանը բոլոր ձվերը շուկայից առել է, դե այսինքն արժևորվել է, էլի ձուն արհեստականորեն, որովհետև բանա պակասորդ է տալի։ Ինքը բայց հա հիմարությունն է բան հասկացանք, անտի-ռեյտինգ է դա բերում, հասկացանք, բայց ինքը էլի ինչով է բերում։ Ուժի մասին է, չէ՞ ինքը, այսինքն մարդը այնքան ուժ ունի, ողորմածիկ մեծ ստատիս ասած այնքան զհենով է, որ կարում է տենց բան անի։ Կամ են որ ասում են ինքն է ստիպել կապիտուլյանտին, որ կապիտուլյացիա ստորագրի։ Էլի ուժի մասին է, նույնիսկ Սերժ Սարգսյանի մասին, որ միֆեր են հորինում, որ այս սաղի հետևում ինքն է կանգնած, մինչև այսօր շուտ լինի սաղ Հայաստանը ինքն է ղեկավարում։ Միֆ է, կեղծիք է, բայց էլի ուժի մասին է, թուլության մասին չի։ Հիմա այսինքն գնում եք այս մարդկանց զուտ այդ սոցհարցումներից մենք էլ ենք անում, լավ հասկանում ենք, մենակ այդ քանակական տվյալով չի վերցրեցիր դու այս պահին, այս մարդը, ասենք ընդամենը, չգիտեմ, 67%-ը չի սիրում, 13%-ն է սիրում, ասենք, այն մնացածն էլ բանա, թքած ունի։ Այդտենց չի, հա, այդ պահի վիճակը դա է։ Բայց ոնց են բացատրում 300-քանի հազար ձայնի հավաքում։ Բա ոնց են բացատրում 300,000 ձայնը հավաքում։ Ոնց են բացատրում, որ ասենք մեր ձևով շարժումը օրինակ ոչինչից բարի բուն իմաստով չէ, բայց ինձ հանկարծակի օդից ընկավ եւ հիմա այդ նույն շատերի սիրած Կարապետյանով որտեվ ուժեղ մարդ կա։ Ընդդիմադիր ուժ դառա։ Հարցեր կան։ Այդ տղաները, կարծում ես ուղղակի քարոզչական այդ Arm Comedy տղաները, ուղղական թուրքական քարոզանող բաներ են, թերուսներ են, թե բան են, ապուշ են։ Եկեք տենց անձերի դաշտ չմտնենք, մենք անձեր ստեղ համարյա չենք քննարկում, գաղափարներ ենք քննարկում, կամ եթե քննարկում ենք, ասենք բան էլի կոնկրետ ինչ որ թուրքեր, մուրքեր եւ այլն։ Չէ, դա թուրքական քարոզությունն է, չէ։ Չէ, քարոզությունը թուրքական է։ Իրանց կատարածը թուրքական քարոզությունն է, այսինքն շարունակում է, ինչ է իրանց անունները ոնց է Մարիամ դրանց։ Մեկ Նարեկ Սերգեյ։ Հիմա թուրքական քարոզ են անում, չէ, ասում են այն ինչ որ թուրքերը քարոզում էին, հետևողական, որ Արցախի ղեկավարները սա են, Արցախի ղեկավարը, բայց թուրքական քարոզ անում։ Ուզում ասեմ ինքը կոնկրետ թուրքական քարոզություն էր։ Իհարկե, պայմանները, դե հիշում եք, Չեմ նայել, ես ինչ-որ բաներ, ես տեսա վիզուալ նայել եմ ինչա կատարվում։ Ջա, բովանդակցությունը մոռացեք, ասում ինքնին այդ հարցազրույցի լինելիությունը մեկ, երկրորդ հերարցակումը, չէ՞ որ այնտեղ կոնտեքստ կար։ Հարցազրույցի հերոսի, այսպես ասած, բողոքով այդ մարդկանց գործընկերներն էին անտիֆեկեյեմի բան եղել, հալածանքի ենթարկվել, բայց կոնտեքստ կար, ու արդեն դաշտում այդ թեման կար, որ տղեկ հələ մի հատ ասма կոնդուկտոր նաժմինա տարմազա, հələ էդի մի հատ գոնե լավ արել եք, եթեր մի տվեք, բան, շուտով գնաց եթեր։ Այսինքն այնտե բովանդակությունը ճիշտ է, զուգահեռ նաև Նարեկին ու բանին չէ ձերբակալում։ Բա Նարեկը նամակ էլ ունի, չէ՞, բանտից գրած, ասում է, այս իմ նամակը գրելու պահին ես ինչքան գիտեմ տղեկը հələ որոշում չունեն չեղարկելու, հուսամ կչեղարկեն, այլապես։ Դուք կասկածում եք, այդ տղերքը, որ այդ քայլին գնացել էին, հեռարձակելու քայլը ինչ էր իրենց համար։ Հիմա չգիտեմ, ֆիքսվեցինք, էական չի, չէ, թուրքական քարոզությունը միանշանակ, դուք ուղղակի նաև հարցերի անձնական մոտիվների բանի մասին, չգիտեմ, ու էական էլ չի։ Հիմա նույնը գիտեք։ Համաձայն եմ, էական էլ չի, ճիշտ է, այո։ Այդ դա կա արդեն։ Դրա համար այս բանը ինձ թվաց իդեպ դուք ուրիշ տղեկից եք հարցնում, այդ որ գնում են առաջնորդներին, նախկին նախագահներին խափում, ասում են եկեք բան անենք, առանձին գնանք։ Էլի գնալու են։ Դե եկեք փորձենք, խափելու են, ասելու են, որ մեկ եկեք առանձին գնանք, հետո մեր ձայները, դուք պատկերացեք, այսպես եթե 4 հոգու խափեն ասեն, խափել բառը ճիշտ չեմ ասում, համոզեն, բացատրեն, տեխնոլոգիաները, չգիտեմ, էս են, այդ ինչ-որ բանը բառեր են, չէ՞ օգտագործում տենց նորմալ անգլերեն չգիտեն, այսօր էս բան բառեր օգտագործել, նրանք էլ որ չի տիրապետում, ասես ինչ խելոք են, դու պատկերացնես, ես եմ ասել, էս ինչ խելոք են, տեսեք այս բանը։ Բայց մենք ապացուցենք էլի ինչի այդ իմ ասած 500+1000-ը չի աշխատում։ Բացատրեմ։ Որպեսի այս վաղաշաբաթն էլ ցույց տվեց, այ հարցումները դա ցույց են տալիս, այստեղ կարելի է հարցումների վրա հենվել, որ խնդիրը մասնակցությունն է։ Հիմա տեսեք, ես հղում անեմ այն ինչին, որ
տեր եմ կոպիտ ասած, հղում անեմ մեր կազմակերպության հայկական նախագիծ ՀԿ-ի իրականացած սոցիոլոգիական հարցմանը, որը մի ամսվա վաղեմության է, այնպես չի որ ժամկետը արդեն անցել է։ Մենք իշարս այլ հարցերի փորձել ենք վերջում վերլուծելիս, տվյալները վերլուծելիս հասկանալ դե ֆակտո վարչապետին չսիրող եւ դե ֆակտո իշխող կուսակցությանը, ԿՊ-ին չսիրող մարդիկ ում են տալու իրենց ձայնը, իսկ ինչ են պատասխանը։ Վերցնում ես այդ երկուսը իրար կողք ես դնում, սրանց չսիրողները ում են ընտրելու։ Էական չի առաջի երկրորդ տեղ որն է, որտեղ ընդ չնչին տոկոսներ են։ Էականը այն, որ իրանց չսիրողների 60%-ը կողմնորոշված չի։ Սա է ամենաեականը։ Այսինքն այդ չսիրելը կա, բայց ինքը տան բազմոցին է մնում։ Հələ որ ինքը ընտրատեղամաս չի գնում։ Այսինքն 60%-ը կողմնորոշված չի պատասխանում, հրաժարվում է պատասխանել եւ այլն։ Հիմա նույնը երևաց վաղաշաբաթում, երբ որ փաստացի այդ բանը հաղթող, այսպես ասած, 21.8% էր տարել ընդհանուր ընտրելու իրավունք ունեցողների 21.8-ը, բայց 50+ մխրճեց հիմա։ Նույնը 21 թվին է եղել։ 21 թվին էլ իրանք այդքան չէին հավաքել։ Իրանք կարողանում են վերարտադրվել այդ ցածր մասնակցության ապացիայի հաշվին։ 70 քանի հազար ձայնից Նիկոլը ստացել է 17000 ու սալյուտ հրավառությունները։ Չէ, շատ եք ասում։ 70,000 չկար ընդհանուր ընտրողների թիվը։ Չէ, ընտրողները այդքան են։ Այդքան չի, 69900 քանիս էր կարծեմ, ինքն էլ 15000 է ստացել։ Չէ, բացեք նայեք, հա։ 21.8%։ Ու հաղթանակի մասին է խոսում, ասում այն ժողովուրդը ընտրել է։ 21-ին էլ է եղել։ Հիմա նայեք, դա կեսի կեսը էլի։ Դա ապացիայի հաշվին է լինում։ Այդ ապացիկ վիճակը իշարս բռնաճնշումների, վախեցնելու, գործից լայքի համար հեռացնելու, սպառնալիքի իշարս այդ ամեն ինչի, ապացիան, որը մարդկանց պահում է դիվանին եւ ընտրատեղամաս չի տանում բողոքավոր մարդկանց։ Ապացիան նաեւ գալիս է նրանից, որ իրանք չեն զգում հաղթանակի շանս, ու այդ ինչից է գալիս իր հերթին, որ էլի առաջնորդ չկա։ Ռեալ չէ, առաջնորդներ հիմա կան, հարցը ուրիշ է, իրանք ռեալ չեն զգում, որ ընտրությունները մրցակցային են։ Օրինակ ֆուտբոլը չէ, մարդիկ որ հավեսի համար, զուտ ժամանցի հոբի համար կամ պրոֆեսիոնալ գումարբազներ են, չէ՞, ասենք խաղադրույք են կատարում։ Իրան խաղադրույք են կատարում, երկու թիմ է խաղում։ Այսինքն դու զգում ես այդ մրցակցության ոգին։ Ես հատուկ եմ sense պարզ կենցաղային բառերով բացատրում, բայց դրա մասին կա գիտական գրականություն։ Հիմա ընտրությունները որպեսի այդ շոուն լինեն, որ մարդը ասի, օր ես էլ եմ քվեարկեմ, էլի իմ ձենն էլ մի հատ էլ իմ ձենը։ Ինքը պետք է ռեալ բանը զգա, ոչ թե կարա բան փոխվի։ Ռեալ կարա բան փոխվի, երբ որ կոպիտ ասած երկու թիմ է խաղում։ Երբ որ ինքը տեսնում է, որ հա դե Նիկոլն է կա, եւ հակառակ կողմում բոլորը ինչ որ հայրենիք փրկողներ են, բոլորը խոսում են, որ երկիրը վարի է գնում, պետքա փրկել, ընտրեք մեզ, միասին մենք ուժեղ ենք, այդ արդեն գլուխ հոգնածնող կարգախոսները, որ 91 թվից կան բոլոր ընտրություններին, լավ ասում են, հայրենիք փրկել։ Սաղը նույն բանից են խոսում, բայց 1000 հոգի է չես ջոգում ինչ անես եւ մարդը վերադառնում է իր ապացիկ վիճակին, ոչ մի բան էլ չի փոխվելու, նույնն է մնալու, ես չեմ գնում ընտրությունների։ Մարդը պետք է մի քիչ ընտրությունները նաեւ գիտեք բան են։ Իրանք մի տեսակ ֆեստիվալ, տոն հիշացնող բան են արխետիպի առումով, բայց այդ հավեսը մարդը պետք է զգա։ Ոնց որ ֆուտբոլի ժամանակ տեն մեզ երկու թիմ արած, մեզ հələ սրա վրա խաղադրույք անեմ, էլի։ Պայքացեք նայած ֆուտբոլի դաշտում 5 թիմ է խաղում։ Դա այսինքն պարալիզացնում է արդեն քո ընտրելու կարողությունը։ Հիմա դրա համար ինչ եմ ասում, երկուսը իրար հետ 1500 չեն ստանա, որովհետև առնվազն մի 400 հոգի ուղղակի չի գա, այդ պոտենցիալ ընտրողները ուղղակի չեն գա։ Հիմա եկեք ես ընդդիմադիրների ասեմ, ու դուք պիտի խնդրեմ, որ մեկնաբանեք։ Ուրեմն այդ փոքր ուժերից շատերին ասում եք, ինչու եք մասնակցում, դուք գիտեք, չէ՞, որ ասենք սա է։ Գյումրիի օրինակ, ասենք Վարդան Ղուկասյանն է, կարող է կամ արդեն այդ վաղաշաբաթում պարզեր, որ Սևակն է, կարող ասում են, որովհետև մենք հիմա Խոյ համայնքը սա միացրել, մենք կարող ենք այնտեղից ձայներ բերել ընդդիմությանը։ Խոյի՞, բերեցին։ Երկու գյուղից ու անից Մայր Հայաստանը բերեց մասամբ։ Մենք կարող ենք բերել, ինչը չի կարողանալ եւ մենք սրանով կաջակցենք։ Այն մյուսը նույն կերպ ասում է, դե ես օրինակ բերում եմ այն ձայները, որ իրենք Սևակը չէր կարող վերցնել, ենթադրում եմ մյուս ուժեր։ Լավ, ես հասկացա ինչ են, ես հասկացա, եկեք մեկնաբանը։ Բանի ընտրություններին, համայնքային ընտրություններին իրավունք ունեն, sense բան ասելու։ Տեսեք,
բան չեմ ասում։ Համայնքային համապետականին չէ։ Բացատրեմ տարբերությունը։ Ես խնդրում եմ մի քիչ հատ-հատ կբացատրես, որ տեղ հասնի, որովհետև մեր կարկառուն քաղաքական ուժերը այդպես էլ չեն գիտակցում եւ նույն կերպ ես շատ կուզենայի, որ նաեւ լսեին մեր առաջնորդները, նախկին նախագահները եւ գործարարները այս բացատրությունը, որտեղ բերում են այդ օրինակը, ասում են համապետականն էլ մենք սենց առանձին կգնանք եւ կստացվի, խնդրեմ։ Նայեք տարբերությունը, իրական շատ པարզ է, ասենք մի քիչ անկապել է, պետք է ամենապարզ բանը բացատրես, բայց լավ։ Համայնքային ընտրությունների տրամաբանությունը այլ է համապետականից։ Ինչով։ Համայնքային ընտրություններում անձնավորվածության տեղում լոկալ անձնավորվածության աստիճանը շատ ավելի մեծ է։ Իսկ այդ քաղաքական կոմպոնենտը սա սրա թիմից է շատ ավելի ցածր։ Ինքն էլ պատկերացեք, պետք է գնաք, ասենք ձեր գյուղի գյուղապետին, դե հիմա ամենքապետադարը, պետք է գնաք ընտրեք։ Ձեր, ասենք, Գերդաստանից է, հետո ուզում է ԿՊ-ից լինի, ուզում է ՄՊ-ից լինի, ինչ ուզում է լինի, ձեր բարեկամն է։ Այսինքն այդ քաղաքական աբստրակցիան վերանում է եւ սկսվում է արդեն այդ հարազատության բանը։ Դրա համար, այո, կարա այսպիսի դեպք լինի, որ ես այդպես մանր անալիզի չեմ ենթարկել, դուք ասիք վստահում եմ։ Կարա այդպիսի դեպք լինի, որ պայմանական Մայր Հայաստանը գա, ասի, գիտես, խոյում կա, ասենք 3 հատ գյուղ, ասենք այդ համայնքում, որտեղ ինչ որ նոյի թվի միլիոն տարվա նախկին համայնքապետը մեզ հետ է, անհաշտություն կա, ասենք պոտենցիալ հաղթողի հետ, Սևակի հետ, այնտեղ երթում են ուտում, քֆուր են ուտում, ասում են ոչ մի դեպքում իրան չենք ընտրի եւ այլն, բայց հա ԿՊ-ին էլ չենք սիրում, դու ուլնես կընտրենք։ Ու հենա ասում եք ինչ որ երկու գյուղում ընտրել են, շատ լավ է։ Կարա սա աշխատի համայնքայինում, որովհետև էլի եմ ասում, գիտական բառերով եմ ասում, քաղաքական, գաղափարախոսական աբստրակցիան այստեղ նվազում է, դառնում է ինչ որ ազգակցական կապերի ավելի լոկալ հիշողության, լոկալ պատմությունների, հիշենք նաև Գյումրիի պատմությունը, ինչ որ արյան վրեժ կար, ինչ կար, վենդետա կար միլիոն տարվա։ Կարի հասնում է դրան։ Համապետականի դեպքում այսպես չի աշխատում։ Համապետականի դեպքում քաղաքական աբստրակցիան է մեծանում։ Մեկ եւ ամենակարևոր բանն եմ հիմա ասելու, հենվելով էլի մեր հարցումների տվյալների վրա, բայց ես գիտեմ, որ մեր գոլեգաների հարցումներն էլ են նույնը ցույց տալի եւ ոչ 1 տարի 20-21 թվականներից սկսած, բայց այս մասին երբեք գրեթե չի խոսվում։ Պրոբլեմը այն է, որ համայնքայինում դու կարաս ասես, կա երկու սեգմենտ, կա 3 գյուղ, ասենք այդ խոյ համայնքում, որ չեն սիրում Սևակին, բայց մեզ կընտրեն։ Դու կարաս այդ 3 թիրախը հավաստանշես, ապացուցես ճիշտ դուրս գաս, վերջում է ճիշտ դուրս գաս, հալալա։ Համապետական ընտրություններն պրոբլեմն այն է, որ ԿՊ-ական, նիկոլական ընտրազանգվածը ինքը հստակ թիրախավորովի չի, կա ընդդիմության մեջ տարածված սխալ կարծիք, թե իբր կա ինչ-որ հատուկ սեգմենտ, իդեպ նոր դուք էլ դա ասեցիք, բայց բոլորս ենք այդ բանը, հա, այդ թյուրն բռնում է ինչ-որ չափով վերարտադրել, որ կա ինչ-որ սեգմենտ, որը ավելի շատ է ընտրում Նիկոլին։ Ես ձեզ հավատացնում եմ, որ նման սեգմենտ չկա։ Մոռացեք այդ պնդումը, թե իբր գյուղաբնակ, տարիքով, ցածր կրթական ցենզով, աղքատ կանայք են ընտրում իրան։ Չկա այդպես սեգմենտ։ Նիկոլին սիրողները, ասենք կա չէ, ինչ-որ տոկոս իրան սիրում են, հավանում են, ընտրելու են։ Հավասարաչափ բաշխված է բոլոր պարամետրերով, եւ սեռ, կնիկ մարդ, տղամարդ, եւ տարիք, ահել-ջահել, միջին տարիք, գյուղաբնակ, քաղաքաբնակ, մայրաքաղաքաբնակ, կրթական բարձր ցենզով, ցածր ցենզով, գրագետ, անգրագետ, հարուստ, քյասի։ Հերիկ Հովհաննիսյանը ձեզ օրինակ, ակադեմիայի թղթակից անդամ, բանը, Մահվան Շեմին հələ դեռ Նիկոլա ասում։ Աստված առողջություն տա։ Հավասարաչափ բաշխված է։ Սա էլի բացատրելի է, հիմա ստե չխորանանք, որտեղ ուրիշ թեմա ենք խոսում, բայց սա նշանակում է, որ համապետականին ոչ մեկը չի կարա գա ասի, գիտես, այս սեգմենտը, գիտենք, չէ, ասենք, տարիքով գյուղաբնակ, ցածր կրթական ցենզով, կանայք են, այդ կնանիք մեզ։ Չկան այդ կնանիք։ Հավասարաչափ է բաշխված։ Սա խոյի 3 գյուղը չեն, որ համ հակասևակ են, համ հակակպ են, բայց կգան, ասենք, Մայր Հայաստանին կընտրեն, ստեղ չկա այդպես սեգմենտ, որ դու տենց հավաստանշես, ասես, այ սրանք ին վրա։ Հավասարաչափ բաշխված, այսինքն դու մտնում ես պայքարի մեջ, ասես մի հատ ուղակի համահարթ համապետական պայքար է։ Ուտեղ արդեն աշխատում է, դու ինչքանով ես հայտնի, ինչքանով ռեսուրս ունես, ինչքանով
ընդդիմադիր ընտրազանգվածը քո հետ հույս կկապի եւ այլն։ Այո, պարզ է, որ կան ընդդիմադիր տրամադրված առանձին մարդիկ, առանձին խառը ըստ սեռատարիքային աշխարհագրական բանի իրանք կան, որոնք ասենք, հա, դաժե թիվ 1 ընդդիմադիր ուժին, թիվ 2 ընդդիմադիր ուժին չեն ընտրի, բայց վիճակագրորեն իրանք նախ քիչ են եւ երկրորդ էլ եմ ասում, իրանք անհնար է հավաստանշել որտեղ են իրանք, որտեվ իրանք ոնց որ ասենք այս շենքի կվարտիրաները, չէ, խառը կվարտիրաներում են, մի կվարտիրա չի որ մտնես հետեւաբար եթե ամփոփ համապետական հետեւաբար համապետականին այս տրամաբանությունը չի աշխատում։ Աշխատում է ինչը։ Աշխատում է ճանաչելիությունը, աշխատում է ուժը, նույնիսկ եթե ինքը քարոզչության մակարդակում որպես թունավոր ուժ է ներկայացնում։ Իմիջիայլոց Երվանդ Բոզյանը մի հետաքրքիր բան ասեց, ասում է, երբ որ մենք գնում ենք, ասում է պարզա, չէ, կարողանալու ենք հասնել դրան 12 մանկապարտեզ է ընդհանրապես, SSS հաշվարկն ենք արել եւ կարող ենք այդ մանկապարտեզները դառնալ անվճար։ Որ բանում 12 մանկապարտեզ կա այդ ընտրական բանում վաղարշապատում։ Հա։ Ասում է իրենք շատ ազնվորեն բան բացատրում էր, ասում է իրենք նայում են Դες մեծ մասը չի հավատում, բայց ասում եմ, եթե կանգնած է այդտեղ մի հատ ինչ-որ խոշոր գործարար, մի հատ ուժեղ մարդ, նայ ասեն, հա, եթե ասում է կգա կանի։ Այսինքն իրենք էլ ընդունում են, որ մեկը այդպիսի առաջնորդներ են պետք։ Ժողովուրդը ուզում է այդպիսի առաջնորդների։ Եվ երկրորդ փաստարկը, որ ասում ես ինչի, ես ասենք հանդիպեցի երկու ուժերի, գիտեմ որ ձայնն, ասեմ, դուք ինչու չմասնակցեցիք եւս 1000 ձայն կամ 700 ձայն եւ կանցնեիք, վստահ եմ, չէ՞ որ դուք կունենայիք, ոչ թե կունենայիք 700, դուք կունենայիք, չգիտեմ, քանի հազար ձայն։ Ասում եմ, որովհետեւ մենք հարցում ենք անցկացրել այդ ձայները, կարծես ես ճշգրիտ գիտեն, եթե մենք մասնակցենք կտանեինք Սևակից կամ մյուսներից, դրա համար չենք մասնակցել։ Ազնիվ ենք կարծում եք։ Դե ես Էջմիածնի հարցումներ չունեմ ձեռքիս տակ, մեր կազմակերպության արածը համապետական էր, Էջմիածնի չէր, ու քանի որ համայնքային ընտրությունների լոգիկան ոնց ես ասացի մի քիչ ուրիշ է համապետականից, ինձ դժվար կլինի բան անել, ինձ դժվար կլինի այստեղ հստակ գնահատական տալ, թող դա մնա որպես հիմնավոր պնդում, որտեղ ես հիմա դա չեմ կարա հերքեմ, բայց ինչը ես կարամ պնդեմ, որ ընտրությունները, որպեսզի ընտրություններով հնարավոր լինի հաղթանակ տանել, դրա հավանականությունը շատ մեծ չի, բայց զրոյական էլ չի կա։ Պետք է էլ եմ ասում, որ ընտրությունները դառնան իսկական մրցապայքար։ Երբ որ մի կողմից պայքարում է իշխանությունը, որը արդեն օտար բառով ասած զավեդեմը, հա, գլխանց ինքը ուժեղա, իսկ մյուս կողմից մի քանի ֆրագմենտացված ուժեր են, այդ դուք ձեր մեջ գիտեք, որ հա մենք գնալու ենք ընդդեմ կպնենք բան եւ այլն, բայց պետք է նայել մարդկանց աչքին։ Իրանք տենում են ստեղ կա մի ջանավար իշխանությունն է, իսկ ստեղ կան ասենք ինչ որ խառը սաղ ոնց որ նույն բան են ասում, սաղ ոնց որ Շատ լավ։ Եվ ուզում եմ նաեւ այս թեմաների մասին, հա, բանորդ խոսենք մեր հյուրը եկել է, արդեն շատ չսպասեցնենք։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, ճեպազրույցում ասել է Փաշինյանը, ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգեվոր նորոգման process է տեղի ունեցել։ Ըստ էության եկեղեցին նաեւ արձանագրեց, որ նրանք ովքեր այդ պատարակը արել են, ովքեր կարգալույց են, նրանք պիղծ են։ Դա խայտարակություն է։ Այո, դա խայտարակություն է եւ մասնակիցները այս մարդը ասկնում է հոգեվոր ինչ-որ sense բաների մաքրման ճանապարհին է իր արևին եւ հարցակում եւ ամենաստոր կեղտոտ ճանապարհն է բռնել հիմա էլ տարածել են բան են տարածում ոնց որ թե մի սրբազանը մարդասպանա, մյուսը չգիտեմ ինչ է, մյուսը մասնակցել է, մի այլանդակություն անբարո այլանդակ մի հատ ինչ որ բանի մեջ ենք, խնդրեմ։ Դե Բայց հիշենք, Էդգար, նաև հիշենք, որ ինքը առնվազն մի 10 անգամ ասել է գնալու եմ, չի գնացել։ Չէ, եկեք այդ չհիշենք, էլի։ Իրակ, չէ, ինձ նենց է բանանում այդ մեր կեղծ fake հաղթանակները, որ դրանք հաղթանակ էլ չեն, էլի։ Կա հաղթանակ, այն որ Պյուրոսյան հաղթանակ է կոչվում, որ հաղթանակ է, բայց sense քեզ թողնում է լրիվ ավիրված։ Եվ կա вообще fake հաղթանակ, որ հաղթանակ չի։ Ասես չգնաց, կարող է մեզ բանանում։ Մեզ է գժվացնում, մեզ է ձեռառնում, եկեք այդ դրանից վերանանք, մարդը իր գործը առաջ է տանում։ Բայց երկու տեղ բարձր, որ ինքը ակնկալում է շատ մարդ կլինի, բավականին քիչ մարդ է։ Շատ լավ, հա, չէ, շատ լավ։ Պատարակների մենք դա տեսանք, չեն կարող չարձանագրել։ Արձանագրենք, շատ լավ, բայց դա չի նշանակում, որ ճաշկելույթից հետո տեսանք, որ իր հրավիրվածները դուրս եկան, ասեցին պայտարակություն է։ Էդ էլ է լավ։ Հա։ Հա, ահա, այդ նենց է տակիր վերնագիր էր։
աղոթքի նախաճաշի գալա երեկո, նախաճաշի երեկո։ Բայց ասածս են, հա, Հովանավանքում քիչ էին մարդիկ, Թալինում ոնց որ էլ ավելի քիչ էին, բայց ախր այդ չի էականը մարդը գիծը բռնել է, իդեպ, այս աղոթքի նախաճաշի հետքերը, առիթ չեմ ունեցել սրա մասին խոսալու, նոր եմ գալիս։ Այս աղոթքի նախաճաշի հետքերը տանում են Ամերիկա, այս կարգալույցները, կարգալույցը արդեն թե չէ, չգիտեմ, ոնց որ չէ, բայց այս խռովարար նախկին դեռևս կամ ներկա քահանաների հետքերը տանում է Ամերիկա։ Եկեղեցին պիղծի ասում, սրբապիղծ։ Տանում է Ամերիկա։ Այս նրանք լուրջ խաղեր են, այսինքն այստեղ նույնիսկ մենակ մենք ոնց ենք չէ բացատրում հայ-թուրք ու ճիշտ ենք բացատրում, բայց նաև այլ խաղացողներ են խառնված, այստեղ ընդհանուր այդ համաշխարհային աղանդավորական այսպես ասած ցանցերն են մեր եկեղեցու դեմ դուս եկած, այդ նստել ուրախանալ որ ուղղակի 3 հատ բան իդեպ եկեղեցին լավ սահմանում էր տվել պատարագի անվան ներքո իրականացվող սրբապիղծ միջոցառում, ոնց որ տենց էին իրանք սահման տվել, որ 3 հատ սրբապիղծ միջոցառմանը քիչ մարդ է գնացել, դե հիմա այսը կարող ասեմ դի вообще չգնար։ Իմ ասածն էլ է ծայրահեղություն, բայց հիմա որ ասում եք Արշակ Սրբազանին, հա, տենց ուզում են տենց բանի մեջ մեղադրեն, դե ախր էս էլ խնդալու չի, հիմա իմացել եք, չէ, որոշել են կարող արդեն արել են, չգիտեմ, Արտաշիրիմ էլ եղակ էստե ասված Պողոս Պողոսյանի։ Դե զբաղացնում են ժողովրդին, ախր չեն զբաղացնում, Աջարա ջան, տենց բան են կանում, հա, նաև այդ, բայց դե խորը ֆունդամենտալ բան էլ կա։ Իրանք ուզում են մի սրբազանի մեղադրել նախորդ կաթողիկոսին ինչ որ բան անելու մեջ, դուք ասեցիք, հա։ Պողոս Պողոսյան Արտաշիրիմում են, իրանք ուզում են ցույց տան, որ այս 30 տարվա մեր ապրածը, սա եղել է կեղծիք, սա եղել է լկտիություն, սա եղել է ոչինչ։ Մարդիկ մեր ապրածը, մեր 30 տարվա ստեղծածը, դե մեր ասելով ես մի այդքան տարեկան եմ, այսինքն ընդհանուր հայ ազգի, նաև Սփյուռքի, ուզում են հողին հավասարեցնեն, սիմվոլիկայի մակարդակով, քայլի մակարդակով, այսինքն ժողովրդին ասեն, նայեք, ձեր սրբազանը նախորդ կաթողիկոսին ինչ է արել։ Նայեք, մենք կհանենք բարի բուն իմաստով։ Թուրքական քարոզ, էլի թուրքական քարոզ։ Մեռելին բարի բուն իմաստով ըստորում կհանենք ու էլի հին բանը թուրքական քարոզ։ Հիմա այդ քարոզը մի օր մի քիչ լավ կաշխատի, մի օր մի քիչ վատ կաշխատի, սա չի էական։ Էականը այն է, որ այս հարցը պետք է լուծվի, վերջակետ պետք է դրվի, իշխանապողություն պետք է լինի, որ բոլորս ազատվենք։ Հիմա եկեղեցու մասին եք հարց տվել, հաջորդ օրն է ասում եք սպասում է, շատ լավ է։ Եկեղեցին բնականաբար ապառազմականացված կառույց է, իսկ ապառազմականացվածը սխալ բառ է, ոչ ռազմական կառույց է, չէ՞, պարզ է, կրոնական կազմակերպություն է։ Եկեղեցին ինչքան ներուժ ունի դիմադրելու, որոշ չափով ունի, բայց այդ չափը շատ փոքր է, եւ ես համարում եմ, որ մեր վեհապար հայրապետը այդ առավելագույն չափով դիմադրում է, բայց դա շատ փոքր չափ է, այդ փոքրի մեջ ինքը առավելագույնն է անում, բայց չափը փոքր է, այս հարցը պետք է քաղաքական լուծում ստանա։ Հիմա օրինակ լավ, առիթ է, հարթակ է, ես էլ ասեմ, քարոզ եմ այսպես ասած, շաբաթ օրը ժամը 7-ին, 19:00-ին լինելու է, մատուցվելու է Էշմիածնայի Սրբազանների, Սամվել Կարապետյանի, մեր գերիների, բոլոր տեսակի բռնադատվածների Հայաստանում, 40 քաղբանտարկյալ կա միայն։ 40 Հայաստանում, հա։ Լինելու է պատարակ, գնանք մասնակցենք, ամենօրյա կռիվ է, տեսեք, ինքը իր տեսանկյունից ճիշտ բան է ասում, ինքն ասում է ես ոչ եմ կռվել։ Ճիշտ է ասում, բոլորս եկեք գնանք։ Կիրակի օրը ժամը շաբաթ։ Շաբաթ օրը ժամը 7-ին։ Իրիգունը 7-ին, Էշմիածնում։ Մարդը ասում է, ես մայիսից սկսել եմ, ինձ թույլիկի տեղ մի դրեք, ձեռմի առեք, պրոցես է, ընթացքի մեջ է, գնում է։ Ու ճիշտ է ասում, նենց չի է բանն, հիմա լավ Լորիս Մելիքովի թորն է, ինչ է ամենազորը, ինչ ուզի մի րոպեում անի, չէ։ Բայց մարդը դա ընդունում է, որ սա պրոցես է, դե մենք էլ ընդունենք, որ պրոցես է, ոչ թե մի հատ ասենք Հովանավանքում տրոն թռցնես, տենաս քանի հոգի է, ասես կրեցինք։ Պրոցես է, հիմա այդ պրոցեսի հաջորդ չէ, հա, հաջորդ օղակը նախ այսօր է, իդեպ ժամը 3-ին դատախազության մոտ են բանից, թատրոնի ներքև էլի, հրապարակի, Վազգեն Սարգսյան 5 կարծեմ թե 7, ցույց կա, հավաք էլի, հետո երթա լինելու դեպի այդ բանի Արշակունյացի դատարան, Սրբազանի նիստնա քաղբանտարկյալների ընդհանուր հարցը։ Այսօր է ժամը 3-ին դատախազության մոտ, էլի 40 քաղբանտարկյալների համար, Սրբազանների, Սամվել Կարապետյանի, օրինակ տեսնենք, այդ դեկորատիվ մեր ձևը կգնա կաջակցի այսօր ժամը 3-ին։
Թե կասի չէ այնտեղ որտեղ որ մենք ենք ասում Սամվել Կարապետյան, հա, դες պիտի ասվի։ Տեսնենք կգնա, ասենք իրանք մի 10000 հոգով կգնան, իրանք միացեն շարժվում են 10000, իրանք չեն շարժվում։ Սամվել Կարապետյանի ճիշտ ասեցիր, Սամվել Կարապետյանի համար, այն Սամվել Կարապետյանի անունը լինում է, որտեղ մեկը ինչքան ընդունեն, չընդունեն, մարդը գիտի չէ, մարդը 1 միլիարդի մենակ բարեգործություն է արել։ Բայց ինչ անօթար բան չէ։ Մարդը 1 միլիարդի բարեգործություն արել, տարել են, փակել են, այնտեղ են ժողովուրդը հանգիստ նստել է։ Չունենք է երկրորդ այդպիսի բարերարը չունի էս։ Այն էլ Բաքվում է։ Հա, Ռուբեն 2 միլիարդեր բարերարում է, մեկն էլ Բաքվի բանտում է, այո։ Համաշխարհային կալիբրի են էլ ֆիլանտրոպ, բան եւ այլն։ Բա սա ազգի բան չի, վերացում չի։ Չէ, իրանք կալար են այսօր ժամը 3-ին գնան դատախազության մոտ։ Դա այդտեղ եսի մերը չի կամ ձերը չի կամ չգիտեմ ինչը չի, այնի մեր ձևով չի, եսի Մայր Հայաստան չի, եսի չգիտեմ ինչ չի։ Էս էլ ասեմ ու գնամ, համ ես եմ վրազում, համ ձեր հաջորդ հյուրերը այս թեմայով, ուրիշ թեմա չեմ տանում։ Նայեք, մեր ձևովը ոնց ասեմ։ Մեր ձևովը ստատուս էր գրել չեմ հիշում հենց մեր ձևովի անունից էր թե Կարապետյան Նարեկի, որ ոնց որ կոպիտ ասած Էշմիածնի կոնտեքստում մեզ մի քննարկեք ընտրությունների վարաշապատի։ Չէ, բառացի չէր տենց գրել, բառացի հականիկոլական ստատուս էր, նորմալ է, բայց այնտեղ մտքեր կան, այդ մտքերն եմ ուզում անդրադառնամ ու ավարտեմ։ Միտքը հետեւյալն էր Կարապետյան Նարեկի, որ իշխանությունները փորձում են ասել, որ յանի մեզել են, մեր ձևովին են հաղթել Էշմիածնում, առահատ է դուք մեր ձևովին հաղթել եք, երբ որ մենք կմտնենք կտենակ այդ ժամանակ հաղթելը որն է, շնորհակալություն ցտեսության։ Բա դուք ինչի չէիք մտել։ Գիտեք, ստե շատ խորը փիլիսոփայական հարց է ծագում էլի, ես կարամ ռետորական հարցապնդում անեմ, ասեմ, հա, եթե ընդհանուր ընդդիմադիր դաշտի, ընդհանուր ազգային դաշտի մասին դու չես պայքարում, դու ով ես, դուք ով եք ընդհանրապես։ Եթե հաղթելա մի ուժ, որը ասենք ձեր առաջնորդին ձեր ազգականին հալածում է, բանտում է պահում, դե դուք եթե սկզբում բանից եք, գողականից եք խոսում, իրականում այդ աշխարհի մաքուր կողմն էլ կա, դուք կեղտոտ կողմին մենակ անդրադարձակ, բայց այդ աշխարհին հավատարիմ ու ինչ-որ արժեքային համակարգ դավանող մարդիկ էլ կան, քիչ չեն, ճիշտ է, մեծ մասը Հայաստանում չի, իրանք էլ են հալածվում այս իշխանությունների կողմից, բայց եթե օրինակ նույն այս աշխարհի պրիզմայով նայենք, ասում եմ ձեր ազգականին, ձեր առաջնորդին, ձեր հարազատին հալածողը ինչ որ միտեղ էլի կրել է։ Ու դուք էլ կաք այդ թեմային։ Հիմա հասկանում եք, դուք ինչքան պուճուր եք, ինչքան թերի եք, ինչքան չեք ընկալում, ինչքան քաղաքական չեք։ Նարեկ, ինչ Կարապետյան, Նարեկ Կարապետյան, մեր ձևով հասկանում եք։ Ինչքան պարզ բացակրել է Հայաստանի Հանրապետությանը, դա նշանակում է բոլորիս, եւ կանգնել ասել, գիտեք մենք հələ ինչի չէիք մտել, ձեր դեմքով չէիք մտել, ինչի թևերը չեք կշտել, գնացել վաղար շաբաթ կռիվ տվել, ինչի չեք գնացել, կամ էլ մյուսները ինչի չեն գնացել, ձայներ են նայել, ռեյտինգ են նայել, չգիտեմ, ինչի չեք գնացել, ինչի դռնե դուրս չեք գնացել, ինչի հա ասենք վերեկացե վերջին օրով հայտատես չեն պայքարում։ Եվ անձնական բանով եթե ընկալեք, դուք ոչ մի բան եք առանց Սամվել Կարապետյան, բա Սամվել ճիշտ է ասում, բա Սամվել Կարապետյանը փակված է, բա մեր մեծ հայերը փակված են Բաքվի բանտում, բա մեր մեծ սրբազանները փակված են, այս մարդը քաղաքի վրա է գնացել, բա որ մեր ձևով այդ չեք անում, ինչ եք անում։ Կամ ինչի չեք անում։ Սպասում եք որ օրվան։ Ես հիշացնեմ 20 թիվը եւ 100 քանի օր այդ մարդը փակված է։ 20 թվին երբ որ կապիտուլյացիան եղավ, խորհրդանում հիշում եք ընդհանրապես այդ ժամանակ ովքեր էին։ Կասեմ, Բարգավաճ Հայաստանն էր ու Լուսավոր Հայաստանը, չէ՞։ Մի պա պատկերացրեք, եթե 20 թվի նոյեմբերի 10-ին մեր ազգային ուժերը, ընդդիմությունը, ասենք Դաշնակցություն, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ ասային դե ոնց որ մեր բազարը չէ նա խորհրդարանում ուժեր կան Իմիջիայլոց հիմա այդպիսի մարդիկ կան ասում են դե խորհրդարանական մեծամասնությունը կամ լիդերը դե եթե Ռոբերտ Քոչարյանն է մենք չխառնվենք ինչի՞ չեք խառնվում չէ եթե քո հետո շարունակություն են ասում են շատ վատ վիճակում ենք Ադրբեջանը պնդում է որ պետք է այդ տարածքները վերցնի Տիգրան Աշրյանը վերցնի ասեմ եւ ինչա լինելու դե Տիգրան Աշրյանից հետո Երևանը չի լինելու եւ դուք ինչ եք ասում շարունակում են ասել դե լիդերը ինքն է կամ մեծամասնությունը իրանք են եւ 99% էս մտածողությունն ունեն, որտեղ նեղ, պուճուր, անձնային բան են գծագրում, բան են, միջև դուք կգծեք, իրանք Երևանում են արդեն, գծեք։
20 նոյեմբերին մեծամասնություն անդիմադիր բարգավաճներ լուսավորը, բայց ազգային ուժերը չասցին, չէ՞, դե իրանք են խորհրդարանական բանը ընդդիմություն։ Չէ, պիտի մեր ձևովին նաև Նարեկ Կարապետյան ինքը կրած ու թուրքերը ԿՊ-ի հետ միասին մեզ բոլորին վաղուց կրած ունեն, կրել են եւ շարունակում են կրել թուրքերի հետ միասին։ Բայց ցավոք սորտի ձեր գիտակցության տեղ չի հասնում, մենք ստեղ չենք պարտվել, երևի ասում են դե Սևակն է պարտվել, այնա պարտվել, չեն հասկանում, բոլորս ենք պարտվել։ Առաջին հերթին, այո, նաև հայ ժողովուրդն է պարտվել, հայ առաքելական եկեղեցին է պարտվել, ինչի համար հիմա ձեր հորեղբայրը եւ մեր մեծ հայրենակիցը, մեծ բարերարը փակված է, այո, ես չեմ ճանաչում իրեն, բայց դա ոչ մի նշանակություն չունի, որևէ նշանակություն չունի, եթե ինքը քարի վրա է դրել Արցախում, ուրեմն ինքը իմ համար ամենան է, այսքան բան։ Ապրեք։ Մնում է տեղ հասնի ամեն ինչ, չգիտեմ։ Դե ձեզ նայում են։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։